Ադրբեջանական վերջին հարձակման արդյունքում փլուզվեց հրադադարի ռեժիմը եւ գրեթե դադարեց բանակցային գործընթացը, կարծում է քաղաքագետ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը, ընդգծելով, որ այս պայմաններում հայկական կողմը պետք է պատրաստ լինի Ադրբեջանի նոր հարձակմանը։ Բանակցային գործընթացը գրեթե մեռած վիճակում է եւ իրականում մենք պետք է պատրաստ լինենք։ Խնդիրն արդեն այն չէ կհարձակվի թե ոչ Ադրբեջանը։ Խնդիրն այն է թե երբ տեղի կունենա այդ նոր հարձակումը։ Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով վերջին իրադարձություններից հետո լիովին նոր իրավիճակ է։ Ակնհայտ է նաեւ, որ Ադրբեջանը նոր ռազմավարություն ունի։ Ադրբեջանի նոր ռազմավարությունն ավելի մահաբեր եւ անխոհեմ է։ Ռազմավարություն, որ ձգտում է գրավել նոր տարածքներ եւ ամրանալ դրանցում, փոխելով ստատուս քվոյով հաստատված քարտեզը բուն ստատուս քվոն վիճարկելու փոխարեն։ Այս պայմաններում ըստ Ռիչարդ Կիրակոսյանի խիստ կարևոր են դառնում ներքին փոփոխությունները, որ կուժեղացնեն Հայաստանն ու Ղարաբաղը։ Կոռուպցիան այս իրավիճակում շատ ավելի մեծ սպառնալիք է, քան ճգնաժամից առաջ։ Եվ սա է այժմ իրական եւ գլխավոր խնդիրը։ Պետական կառույցները, առաջնորդներն ու կառավարությունը, որ պետք է ազգային շահը հետապնդեն, սեփական շահն առաջ տանելու փոխարեն։ Ըստ փորձագետի Հայաստանի եւ Ռուսաստանի այսպես ասենք ռազմավարական ամուսնությունը վերածվել է ընտանեկան բռնության։ Ռուսաստանի ոչ համաչափ եւ ամբարտավան վերաբերմունքը Հայաստանի հանդեպ ակնհայտ է։ Ադրբեջան եւ Թուրքիա ավանդական հարաբերություններն այժմ կարծես ավելի թույլ են եւ պակաս մտահոգիչ, քան Մոսկվայի եւ Բաքվի միջև այս աճող համագործակցությունը։ Եվ շատ առումներով հստակ չէ, թե ինչ դերակատարություն ունի Ռուսաստանը վերջին սրացումը սադրելու հարցում, սակայն հստակ է, որ Ադրբեջանը առնվազն հավատում էր, թե իր գործողությունների համար Մոսկվայից կանաչ Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է Հայաստանն այժմ դիվանագիտական փորձության կարող է առերեսվել։ Հնարավոր վտանգի լրջության մասին է վկայում Սերժ Սարգսյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի անակնկալ հանդիպումը։ Ըստ քաղաքագետի Հայաստանն ու Ղարաբաղը կարող են հայտնվել Մոսկվայի ճնշման ներքո Ղարաբաղի հարակից տարածքները հանձնելու եւ ստատուս քվոն փոխելու առումով։ Շաբաթ օրը, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը Երևանում էր, միջնորդների հետ հանդիպել է նաև Ռիչարդ Կիրակոսյանը եւ իր տեսակետները փոխանցել նրանց, շեշտելով անհրաժեշտ է, որ Ստեփանակերտը վերադառնա բանակցությունների սեղանի մոտ։ Ղարաբաղի իրական ապագան պետք է Ստեփանակերտի որոշումներով կերտվի եւ ավելի պակաս Երևանի։ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը եւս կարծում է, որ ապրիլի սկզբին արյունալի իրադարձություններից հետո այժմ հաստատված հարաբերական անդորը միջնաժամկետ հանգրվան է։ Այն հիմնված է կողմերի ռազմական պոտենցիալների հավասարակշռության եւ Ռուսաստանի միջամտության վրա։ Եթե, ասենք, շատ կարճ ժամկետում հայկական կողմերը բավականին լուրջ ձևով չվերականգնեն ռազմատեխնիկական բալանսը, մի կողմից եւ մյուս կողմից նաեւ միջազգային հանրության ներգրավվածությունը, եթե մենք չտեսնենք ավելի ակտիվ եւ ավելի հստակ եւ ավելի, ասենք, ուղղված կոնկրետ մեղավորներին, ապա հրադադարի ռեժիմի խախտման հնարավորությունները կամ վտանգը միայն եւ միայն կավելանա։ Քարորիա արյունալի բախումը Սերգեյ Մինասյանի խոսքով դեռ լայնամասշտաբ պատերազմ չէ, այլ 1994 թվականի հրադադարի ռեժիմի շատ լուրջ խախտում։ Նաև կարևոր հանգամանքային է, որ այս գործողություններին ի սկզբանե միջև, ասենք, 4-5-րդ օրը մասնակցել է միայն եւ միայն Պաշտպանության բանակը, առանց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներգրավման, այն դեպքում, երբ Ադրբեջանը փորձել է մաքսիմալ ձևով առնվազն առաջին գծի իր ռազմական պոտենցիալը օգտագործել։ Այսինքն այդ առումով մենք դա ստացանք, բայց մյուս կողմից նաև այդ փորձությունը անցավ։ Մինասյանը օրինաչափ է համարում, որ հենց Մոսկվայի միջնորդությամբ է կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածությունը կայացել։ Դուր է գալիս, թե դուր չի գալիս, բայց Ռուսաստանը ոնց որ կարը մնում է գլխավոր ռազմաքաղաքական դերակատարը այս իրավիճակում եւ յուրաքանչյուր կոնֆլիկտային իրավիճակում միայն եւ միայն իր դերը ավելանում է։